ժամանակը պիտի փրկես իժուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջի ասում։ Ծառան պիտի իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորհուրդ է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի լույս, էլի բարեկամներ, բարի ուրբաթ բոլորիս եւ այս առավոտ նորից միասին ենք եւ շարունակում ենք մեր ուղիղ եթերը Աստծո խոսքի շուրջ աղոթքով եւ լսելով եւ խորհելով իր խոսքի վրա։ Մեզ միացել է մեզ էլի Հայկ Պողոսյան եղբայրը Վանաձորից, Հայկ ջան, բարի լույս եղբայրս, ինչպես ես, շնորհակալ եմ որ միացար։ Աբրահամ ջան, Տեր օրհնի քեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես ես։ Լավ, Բաղուց չենք տեսել մեր ուղիղ եթերով քեզ եւ փառք Աստծո, որ այսօր ունենք այդ հնարավորությունը։ Ահա։ Բարձր։ Այո, եղբայրս, ինչ անենք, մի փոքր այսպես բացատրություն այսօրվա վերնագրի շուրջ, ինչի մասին է լինելու խոսքը։ Աստծո սիրո մակարդակները այդպես է վերնագիրը։ Այո, բայց միջև հենց բուն թեմային ասնելը, ես ուզում եմ մի կարճ, մի հակիրճ, քանի որ վերջի ժամանակներում շատ ցավալի իրադարձություններ են տեղի ունենում ընդհանրապես հոգևոր իրականության մեջ, կապ չունի թե որ հարանվանության, որողությանն է վերաբերվում, դա մեկ բառով կարելի ասել գայթակղություններ, ես ուզում եմ մեր սիրելի լսարանին ասեմ, որ անկախ ամեն ինչից հարանվանությունների տեսքով, թե անհատ մարդկանց տեսքով ինչ որ շեղումներ, գայթակղություններ կլինեն, մենք միանշանակ նայենք Հիսուս Քրիստոսին, նրա մեջ որևէ գայթակղություն չկա եւ չի կարող լինել, որովհետեւ նա է մեր հավատքի առաջնորդը եւ կատարողը։ Ոստի շատ մարդիկ կան, որոնք խորը հիասթափություն են ունենում ընդհանրապես ոչ միայն քրիստոնեությունից, իհարկե հիմա ավելի մեծ հարվածի տակ է դրված քրիստոնեությունը, այս բոլոր բաների ներքո, բայց ես լսել եմ, որ նույնիսկ արևմուտքում մի շարժում է սկսվել, որը կոչվում է ազատություն կրոնից, որտեղ մարդիկ օգնել են ոչ թե ճշմարիտ կրոնից, ճշմարիտ աստվածպաշտությունից, այլ կեղծիքից, այն բանից, որ Պողոս առաքյալն էլ զգուշացրեց, ասելով, որ վերջի ժամանակներում մարդիկ կունենան աստվածպաշտության կերպարանք։ Այս խոսքը չի վերաբերվում աթեիստներին, հեթանոսներին, այլ կոնկրետ մարդկանց, ովքեր ունեն այդ աստվածպաշտության կերպարանքը, բայց ասում նրա զորությունը ուրացած են։ Ասել է թե Սուրբ Հոգին, որը գալիս է մեզ կենթանացնելու, վերածնունդ տալու, մեր ընթացքը հաջողությամբ տանելու, նրան Սուրբ Գիրքը բազմաթիվ համարներ ունի, ասում մեկ Մարի, Սուրբ Հոգին, մեկ տրտմեցնի Սուրբ Հոգին։ Հետևաբար, եթե մենք այս ամեն ինչը փորձենք տեղավորենք այսօրվա իմ նյութի մեջ, դա ամենաշնորհ կապ ունի Սուրբ Հոգու հետ, քանի որ Սուրբ Գիրքը ասում է, որ Աստծո սերը տարածվել է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ մեզ տրվեց։ Առանց Սուրբ Հոգու մենք չէինք կարող փայլել Աստծո սերը, որ շատ առատ ունի մեր նկատմամբ։ Եվ հաջորդը, որ ուզում եմ ասեմ, մեր սիրելի լսարանին, Ձայնդ կտրվեց մի բա։ Ձայնը լավ չենք, լավ, օքեյ, շատ լավ է, շատ կվեց։ Մարդկանց մոտ կարա հարց առաջանա, ինչ մակարդակների մասին է խոսքը, բայց հաշվի առնելով, որ մեր լսարանն էլ նույն մակարդակը հոգևոր չունի, հասունությունը, այսպես ասած, սա ես կփորձեմ
տեղավորել հենց այդ հոգևոր հասունության մակարդակի հետ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք Աստծո սիրո մակարդակների մասին, դա ոչ թե Աստվածը, որ փոփոխական է, այլ հենց մարդը ինքն է որոշում, թե Աստծո սիրո որ մակարդակի վրա կլինի։ Եվ Աստծո հանդեպ սերն այդ կարևոր ժառանգությունն է, որ մենք կարող ենք փոխանցել մեր երեխաներին եւ հեկող սերունդին։ Դա ամենակարևոր ժառանգությունն է, սեր Աստծո հանդեպ։ Մնացած բաները, գիտությունը կամ մնացած բաները Սուրբ Գիրքը ասում է, որ գիտությունը կհպարտացնի, բայց սերը շինություն կանի։ Այո։ Հավատ հույսեր եւ սրանցից մեկը սերն է, որը հավիտենական իմաստ ունի։ Ամենակարևորը, այո։ Այո, շատ լավ, հրաշալի մի երկից հետո մենք նորից կմիանանք եւ այս թեմայի շուրջ վստահ եմ Տերը քո միջոցով ինչ-որ բան ունի մեզ ասելու։ Իսկ հիմա եկեք ըմբոշխնենք այս հրաշալի երգը, իմ սիրած երգերից մեկն է, քանի որ դու կաս, եկեք լսենք, պատրաստվենք եւ այս երգը թող մեզ մեր սրտերը պատրաստի իր խոսքի համար։ Եղիր իմ ամենը հավիտյան, եղիր սրտի սերը հավիտյան, եղիր կյանքիս լույսը հավիտյան, քանի որ դու կաս, քանի որ դու կաս, եղիր իմ ամենը հավիտյան, եղիր սրտի սերը հավիտյան, եղիր կյանքիս լույսը հավիտյան, քանի որ դու կաս, քանի որ դու կաս, ոչ նրա համար, որ ինձ կբժշկես, ոչ նրա համար, որ ինձ դու կասատես, ոչ նրա համար, որ ինձ ավերջ կօրհնես, այլ քանի որ դու կաս, այլ քանի որ դու կաս, ոչ նրա համար, որ ինձ բժշկես, ոչ նրա համար, որ ինձ դու կազատես, ոչ նրա համար, որ ինձ ավերջ կօրհնես, այլ քանի որ դու կաս, այլ քանի որ դու կաս, եղիր իմ բաժինը հավիտյան, եղիր ճանապարհս հավիտյան, եղիր իմ Աստվածը հավիտյան, քանի որ դու կաս, քանի որ դու կաս, եղիր իմ բաժինը հավիտյան, եղիր ճանապարհս հավիտյան, եղիր իմ Աստվածը հավիտյան, քանի որ դու կաս, քանի որ դու կաս, ուզում եմ Տեր լինել, սրտիդ այդքան մոտիկ, քեզ երկրպագել, ինչպես արժանես դու, ուզում եմ ես ապրել, ապրել Տեր քեզ համար, այնպես ինչպես կուզես, ոչ նրա համար, որ ինձ բժշկես, ոչ նրա համար, որ ինձ դու կազատես, ոչ նրա համար, որ ինձ ավերջ կօրհնես, այլ քանի որ դու կաս, այլ քանի որ դու կաս, ոչ նրա համար, որ ինձ բժշկես,
քանի որ դու կար ոչ նրա համար որ ինձ կբժշկես ոչ նրա համար որ ինձ ազատագրես ոչ նրա համար որ ինձ անverջ օրհնես այլ քանի որ դու կար 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 քանի որ դու կար Ամեն փառքև Տեր, շնորհակալ ենք որ դու կաս, շնորհակալ ենք որ մենք կանք Տեր, դու ուզեցիր որ մենք լինենք, որ քո փառքը տեսնենք եւ հավատանք քեզ եւ դառնանք քո որդիները։ Հայկ ջան, շնորհակալ եմ կրկին անգամ միացար եւ սիրով լսում եմ քեզ, եղբայրս, լսում ենք քեզ։ Առավոտի համար Տերը մի նոր օր ապարգևել, դա նշանակում է որ իր բարեհաճությունը կա Ամեն գործն շարունակվում մեր կյանքերի մեջ եւ շատ կարեւոր է որպեսզի մենք հասկանանք որ Աստված գործ ունի անելու մեզ հետ ոչ թե միայն ուզում է որ մենք կյանքը ապրենք ինքնանպատակ այլ ապրենք ամեն օր նրան նմանվելով եւ այդ արտոնությունը ամեն Աստծո զավակի տրված որպեսզի նմանվեն իրենց արարչին, իրենց փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին։ Դա չափորոշիչ է Հիսուսը մեզ համար տրված Աստծո կողմից, որովհետև շատերն են ուզում մեկը մեկին նմանվել, բայց Աստված դրել է մեկին մեր առջև, որպեսզի մենք ամեն օր նրան նայելով նրա պատկերին կերպարանակից կենենք։ Այս թեմայի շուրջ իմ մտորումները սկսվել այն համարներից, որ ես կարդացել եմ եւ մտածել եմ, միթե բայց ինչու է հատուկ այսպիսի շեշտադրում կա դրված այս համարների մեջ Աստծո սիրո վերաբերյալ։ Դրանցից մեկը երկրորդ օրինաց 7-րդ գլուխ 12-ից 13 համարների մեջ է, որ Աստված ասում է. «Ուստի եթե այս օրենքները լսելով նրանք պահես ու գործադրես, քո Տեր Աստվածդ էլ քեզ համար քո հայրերիդ երթում արածուկն ու ողորմությունը պիտի պահի, նաև քեզ պիտի սիրի, եւ քեզ պիտի օրհնի ու քեզ պիտի շատացնի եւ շարունակ այդպես»։ Ու այս համարը ինձ շատ մի քիչ ուշադրություն գրավեց, որովհետեւ այստեղ պայմանական սեր է դրված։ Ոչ թե Աստված սիրում է այդ պահին, այլ պայման է դնում, որ եթե դու այս բաները անես, Աստված էլ քեզ պիտի սիրի։ Ուրեմն մի բան, որ պիտի անի, որ թե արդեն իսկ կա։ Ուրեմն պայման կա դրած։ Հաջորդ համարը, որ ես իդեպ չեմ կարդա իհարկե ժամանակի սովության պատճառով բոլորը, բայց Հովհաննես ավետարանի մեջ նրանք ովքեր սիրում են խորհել, գրել, Հովհաննես 13-ի, 19-ի, 21-ի մեջ երկու անգամ նույնիսկ 4 անգամ միայն Հովհաննես ավետարանի մեջ գրված է աշակերտը, որին սիրում էր Հիսուսը։ Եվ դա գիտենք, որ Հովհաննեսի մասին է, եւ մտածում եմ, բա միթե Աստված են 11-ին չի սիրում։ Ինչի հատուկ ընդգծվածություն կա, այստեղ միթե Աստված աչառություն ունի, իհարկե միանշանակ ոչ։ Հաջորդ տեղը, որը վերաբերվում է Ղազարոսին, եւ այն Ղազարոսին, որին Հիսուսը մեռելներից հարություն տվեց։ 3 անգամ էլ Հովհաննես ավետարանում գրված է հենց Ղազարոսի եւ Մարթայի եւ Մարիամի նկատմամբ Հիսուսի ունեցած սիրո մասին, որտեղ այստեղ ասում է եւ Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քույրին եւ Ղազարոսին։ Հետաքրքիր է, միթե Հիսուսը չէր սիրում ամբողջ այդ գյուղը։ Իհարկե սիրում էր, միթե չէր սիրում Մարթայի, Մարիամի հարևաններին, իհարկե սիրում էր։ Հենց սա պատճառ դարձավ, որպեսզի ես սրա շուրջ խորհեմ եւ հասկանամ, որ Աստծո սերը աստիճանական փուլային զարգացում ունի մարդկանց կյանքի մեջ։ Եվ ցավոք սրտի շատերը կարող են միայն մնալ առաջի մակարդակի վրա, առաջի փուլի մեջ։ Եվ հենց առաջի մակարդակը, այսինքն առաջի այդ աստիճանը Աստծո համընդհանուր սերն է բոլորի հանդեպ։
Այո, եւ Աստված սեր է եւ Հովհաննես 3:16-ը մենք կարդում ենք եւ այնտեղ հստակ է գրված, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միջև իր միածին որդին տվեց, որպեսզի ով որ հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Սա գիտենք, որ ավետարանի սիրտն է, բայց ես նկատել եմ, որ այստեղ գրված չի հայրը սիրեց աշխարհը։ Եվ ոչ միայն այստեղ Սուրբ գրքի մեջ ոչ միտեղ մենք չենք հանդիպի, որտեղ Աստված լինի այն ձևակերպումը, որ հայրը սիրում է աշխարհը։ Այլ հակառակը գրված է մեկ սիրի աշխարհը եւ այն ինչ որ իր մեջ կա, դա Աստծո հոր դեմ թշնամություն է։ Աստված սիրում է բոլոր մարդկանց անկախ նրանց արժեքներից։ Այս սերը փրկության հիմքն է, որը արտահայտվում է Հիսուս Քրիստոսի զոհաբերության միջոցով, արտահայտվում է դա ամենավառ ապացույցն է եւ որևէ մեկի մոտ որևէ կասկածի առիթ չի կարող տալ, որովհետեւ Աստված իր սերը արտահայտեց խաչի վրա, թողնելով իր որդուն, որպեսզի մահանա, թողնելով ասելով թույլ տալով, որպեսզի նա մահանա խաչի վրա։ Այն դեպքում, որ նա ամեն բան կարող էր անել, որ կանխեր այդ բանը, ի տարբերություն մեզ, որ մենք շատ սահմանափակված ենք, շատ բաներ չենք կարող անել, բայց Աստված կարողանալով թույլ տվեց, որտեղ դա էր միակ միջոցը մեզ փրկելու, մեզ դժոխքից դեպի կյանք տեղափոխվելու։ Եվ սա այս սերը կախված չի մարդկանց արձագանքից, բայց նա առաջարկում է փրկությունը։ Նա երբեք չի, ինչ ասեմ, պարտադրում կամ դա այդ առաջի սիրո մակարդակը ինքնին մարդուն փրկություն չի ապահովում, որովհետև եթե այդպես լիներ, Հովհաննես 3:16-ը գրված կլիներ, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր որդուն տվեց, որպեսզի բոլորը փրկվեն, առանց հավատքի, չէ՞։ Բայց տեսնում ենք, որ այստեղ պայման կա, որովհետև միայն այն կողմը, որ Աստված սիրում է, այո, հիմքն է փրկության, բայց միայն Աստծո կողմը բավարար չի, որ մարդը փրկվի։ Այսօր շատ մարդիկ կան առատորեն վայելում են այդ սերը։ Այո, Սուրբ Գիրքը Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարանի մեջ ասում է, որ Աստված արևը ծագեցնում է արդարի վրա եւ մեղավորի վրա։ Արևը տալիս արդարին եւ մեղավորին եւ շատ աշխարհիկ, չափաշխարած մարդիկ կան, որոնք գիտես ունեն բազմաթիվ վկայություններ Աստծո ողորմության, երկայնամտության, սիրո մասին, բայց ցավոք Աստված իր արեգակը ծագում է թե մեղավորների, թե արդարների վրա։ Ես ասեցի, որ անձրև է տալիս արդարին էլ, մեղավորին էլ։ Եվ գիտես ինչն է խնդիրը, որ Աստծո սերը դա նաև դատապարտության պատճառ պիտի լինի շատերի համար, որովհետև մարդիկ պիտի մերժեն այդ սերը, որովհետև մերժելու դեպքում է, որ մարդը կհայտնվի վատ վայրում, բայց ընդունելու դեպքում մարդուն շատ լավ բաներ է սպասվում։ Եվ այդ սիրո հիմքը մարդու գործերը չի։ Եվ տես ինչն է խնդիրը, որ այս բանի մեջ է սերը, Սուրբ Գիրքն ասում, առաջի Հովհաննես 4 գլուխ 8 համարների 8-ից 10 համարներն է, ես այդ հատվածը կկարդամ, այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, ապա նա մեզ սիրեց եւ իր որդին ուղարկեց մեր մեղքերին քավություն լինելու համար։ Ուրեմն դեռևս մենք թշնամի ենք, ոչ թե մենք սիրեցինք, այլ ինքը իր էությամբ այդպիսին լինելով սիրեց առանց պայմանների, առանց մեր արժանինքները տեսնելու, առանց մեր արձագանքը տեսնելու։ Հենց այդ սերը դեռևս որևէ արձագանք դեռևս չունի, բայց Աստված ով Աստծուն խորհուրդ տվեց ինչ որ, չէ, ում Աստված որևէ բան պարտ, բայց Աստծո էությունն է, ինքը սեր է։ Հովհաննես առաքյալը իր թղթերի մեջ բազմաթիվ շեշտադրումներ ունի սիրո վրա, եւ մենք տեսնում ենք, որ նայսմա Տերը իր գալուստը չի ուշացնի, ինչպես ոմանք ուշացած կհամարեն, հապա երկայնամիտ է։ Ես երկայնամտության հիմքում է դարձյալ ընկածասերը, որը ասма չի ուզի, որ մեկը կորսվի, հապա որ ամենքը ինչ անեն, ապաշխարեն։ Այդ սերը մարդուն մղում է դեպի ապաշխարության։ Այդ երկայնամտությունը
Աստծո սիրով է պայմանավորված եւ այդ երկայնամտությունը մարդիկ պիտի տեսնեն ոչ թե որպես իրենց արժանինքներ, որ Աստված իրանց նկատմամբ այդ բարեհաճություն ունի, այլ որ Աստված է հենց այդպիսի։ Եվ դա Աստծո քաղցրությունը նաեւ Հռոմեացիս 2-րդ գլխի մեջ ասում, մեզ դեպի ապաշխարություն է մղում։ Ես 5 կտակարանի մեջ է նմանատիպ օրինակ կա։ Շատ զարմանալի, որ իհարկե բազմաթիվ օրինակներ կա, բայց շատ մի հատ ակնառու օրինակ ես հայտնաբերել եմ Հովնանի գրքի մեջ։ Դες Հովնանը շատ հետաքրքիր մի կերպար է Աստծո մարգարեն եւ նույնիսկ դες 4 գլուխ ունի Հովնանի գիրքը, ճիշտ է։ Եվ Հովնանի գրքի առաջի գլխից առաջ, այսինքն դեռ Հովնանի գիրքը չգրված, Հովնանը Աստված ճանաչողություն ուներ։ Նա հայտնություն ուներ եւ ինքը վկայություն է տալիս իր աղոթքի մեջ 4-րդ գլխի մեջ արդեն այդ ամենը տեղի ունենալուց հետո դες Հովնանը ինչպիսի եզրակացություն անում իդեպ Նինվեն գիտես Աստված արդար դատավոր է ամեն ենք ասում չէ այո Աստված նաեւ արդար դատավոր է եւ Նինվեի մեղավորությունը բերել էր այն վիճակին որ Աստծո դատապարտությունն էր եկել, որ պիտի կործանվեր Նինվեն, բայց մենք տեսնում ենք հեծը ստեղել Աստծո սիրո, երկայնամտության եւ սիրո դրսեւորումը։ Բայց դες նաեւ Հովնանի Աստված ճանաչողությունը ինչքան կարեւոր է այս բանի մեջ։ Այստեղ խնդիրը ինչին է։ Ուզում եմ զուգահեռ տանեմ մեր կյանքի։ Նպատակը չի որ միայն պատմողական ինչ-որ բաներ խոսեմ ու վերջացնեմ։ Զուգահեռը մեզ վրա տանենք։ Մենք այսօր 5 տակարանի մարգարեներ չենք, բայց ավելի մեծ կարգավիճակ ունենք։ Մենք Աստծո զավակներ ենք։ Արդյոք ունենք այդ ճշմարիտ Աստված ճանաչողությունը եւ այդ ճանաչողության հիման վրա արդյոք մենք ճիշտ գործեր ենք անում։ Ես հայտնաբերեցի, որ Հովնանը ուներ այդ ճշմարիտ ճանաչողությունը, բայց այդ ճանաչողությունը իրան ճիշտ գործերի չէր մղել։ Ինքը Նինվեի փոխարեն գնաց Թարսիս եւ 4-րդ գլուխ 2-րդ համարի մեջ դες ինչ ասում Հովնանը, սա շատ լուրջ բան է։ Ասում է ու Տիրոջը աղոթք արավ ու ասեց. ով Տեր, երբ ես դեռ իմ երկիրս էի, այսինքն առաջի գլխից անկում դեռ այդ պատմությունը չեղած, այսպես չասեցի, սրա համար Թարսիս փախա, քանզի գիտեի, ուրեմն գիտեի, իմացությունը կար, ճանաչողությունը կար, ինչ գիտեր, որ դու ողորմած ես, գթած, երկայնամիտ եւ բազումողոր Աստված ես, ու չարիքի համար կցավիս, ու պատկերացնում ես սա շատ ճշմարիտ Աստված ճանաչողություն, այստեղ չկար խեղաթյուրված, ինքը ճիշտ ճանաչողություն ուներ եւ դա ինքը դավանեց եւ խոստովանեց Աստծուն աղոթքի մեջ։ Հիմա կարելի ասել ճանաչողության մեջ դեռ հասունացած չէր պատշաճ մակարդակի, այսինքն շարունակական է դա տեղ ունենում։ Կարելի ասել Աստված միառժամանակ թե փրկեց թե նոր ճանաչողության մեջ բերեց Հովնանին։ Ես ուզում եմ գոնե գիտես ինչը շեշտեմ, այդտեղ համաձայն եմ, որ մենք ամեն օր պիտի աճենք, ունենք բացարձակ վիճակ, բայց գոնե թե այն մակարդակը, այն ճանաչողության հիման վրա, որի համեմատ Իրանից պահանջվում էր, ինքը այդ ճանաչողությունից ելնելով չարեց այն ինչ որ կար, այսինքն իմանալով, որ նայ Աստված ասում է, ողորմած, գթած, երկայնամիտ, բազումողոր ու չարիքի համար ցավացող, այսինքն չի ուզում, որ այդ վատ բանը տեղի ունենա, ցավում է, որ մարդիկ կորուս չգնան, այս ճանաչողությունը կա, հիմա արդյոք մենք ունենք այդ գութը մարդկանց նկատմամբ, մարդկանց ասում է հոժար մի եղի, մարդկանց ովքեր մերձվելու են տարվում, Առակաց 24-ի 11-ն է ասում սրա մասին, արդյոք հետ պիտի կանգնես մահվան տանողներին փրկելուց, այստեղ սա շատ կարևոր խորհուրդ է, որովհետև մենք տեսնում ենք մեր շուրջը, սա մեր հունարը չի, սա ոչ թե մեր սերն է, տես, Աստված մեր նկատմամբ ունի այդ սերը, մենք էլ ասում ենք, ինչ որ կցանկանաք ձեզ անեն, նույնն է դուք արեք, չէ։ Հիմա ասում եմ Երանի ողորմածների նրանք ողորմություն կգտնեն։ Հիմա մենք եթե ներումը ստացել ենք, պիտի ներենք։ Եթե Տերը ողորմել է, մենք պիտի ողորմենք։ Եթե սերը արտահայտ է, մենք պիտի սիրենք։ Ասում եմ սիրեցեք ձեր թշնամիներին, որտեղ մենք ենք Աստծո թշնամի, ինքը մեզ սիրեց։
Այսինքն փաստորեն գալիս ենք այս եզրակացության, որ բավարար չէ, որ ճանաչում ենք Աստծուն որպես ողորմած, սիրող եւ փրկող։ Նաեւ Աստված մեզ ուզում է այդպիսինը դարձնի։ Այո, հենց կիրառության։ Դա բավարար չէ, որ նրան ճանաչում ենք որպես այդպես։ Ինչպես դու ես վայելել այդ սերը նաեւ դու պիտի շռայլես մարդկանց նկատմամբ։ Քծիվ չենք Քծիվ։ Դե այս դեպքում էգոիզմն է, այսինքն գլուխ բարձրացնում։ Իմ համար, ինձ սիրեց։ Կարևոր չի, ես սիրում եմ թե չէ։ Հենց այս սերն էր, որ անառակ որդուն բերեց տուն եւ հայրը ուներ այդ սերը իր որդու նկատմամբ, ով որ մեռած էր, ինչպես ինքն ասում այդ առակի մեջ, երբ որ ավագ որդին եկավ, մեռած էր, բայց ինչ եղավ, կենդանացավ։ Ինչպես ասեցի, այս սերը հիմքն է, բայց ոչ թե գագաթը։ Մինչև շարունակես շատ ներողություն եմ խնդրում ընդհատելուց համար, որպեսզի ավելի բարձեցվի ինչ որ խոսացել ես, փաստորեն ինչ գոյություն ունի, գոյություն ունի Աստծո համընդհանուր սերը, հիմա եկեք այսպես ասենք, մեր համար մենք ճանաչում ենք նրան որպես սիրող Աստված, թե որպես սիրող հայր, սրանք տարբեր բաներ են, դա է ուզում ասել։ Ինչպես ենք մենք նրան ճանաչում, որպես սիրող Աստված համընդհանուր, թե որպես հայր, որը անհատական մոտեցում ունի։ Այո, առաջին մակարդակը կարևոր է, որտեղ Աստված աշխարհի բոլոր մարդկանց անաչար, չկա մեկը, որին Աստված չսիրի, բոլորին է սիրում եւ ասում է Հիսուսը մեր մեղքերի քավությունն է եւ ոչ միայն մեր, այլ ամբողջ աշխարհին, այսինքն ամբողջ աշխարհին սիրեց Աստված, Հովհաննես 3:16-ի հիման վրա։ Ուրեմն այս սերը հիմքն է, բայց ոչ թե գագաթը։ Սերը հիմքն է մեր փրկության, բայց ել եմ ասում, այդ սերը ինքնին չի փրկում, բայց առաջարկում է փրկություն։ Որտեղ եթե բավարար լիներ միայն այդ սերը փրկելու համար, ուրեմն անկախ մարդու արձագանքից որևէ մեկը չէր գնալու կորուստ։ Բոլորը պիտի փրկվեն, բայց տեսնում ենք, որ կա արձագանքի անհրաժեշտություն եւ միջև հասնեմ երկրորդ կետին ուզում եմ ես համարը կարդամ, տես, երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխի 10 համարի մեջ ասում է եւ կորսվածների վրա անիրավության բոլոր խաբեությունով ասում է, քանի որ ճշմարտության սերը մերժեցին, որ փրկվեն։ Աստված է նրանց վրա զորավոր բոլորություն ուղարկեց, որպեսզի ստության հավատան։ Ուրեմն, այս սերը ընդունելու եւ մերժելու խնդիր ունի։ Ուրեմն, եթե այդ սերը ընդունում ես, դու տեղափոխվում ես երկրորդ մակարդակ, որն էլ իր հերթին բերում է քեզ նոր կարգավիճակի մեջ։ Սեր զավակների նկատմամբ, որևէ մեկը ինչ չի կարող, հիմա ես եմ ուզում բացատրեմ, որ Աստված աշխարհին է սիրում, այո, բայց ես չեմ կարող հավատամ, որ իր զավակների նույն ձևով է սիրում, ինչպես աշխարհին է սիրում։ Հիմա տես, ասում առաջի Հովհաննես 3-րդ գլուխ առաջի համարը։ Տեսեք, թե ինչպիսի սեր, չի ասում Աստված, այլ հայրը տվեց մեզ, որ Աստծո որդիներ լինենք։ Ասում ես։ Կներես եղբայրս, մի փոքրիկ է դիտարկում, որ շատ կարևոր բան ես ասում, ես ուզում եմ բառերից բռնվեմ, որովհետև իրոք շատ կարևոր է այս թեման։ Ես հիշեցի 10 բորոտների պատմությունը, 10 բորոտների։ Ես ոչ թե միայն Աստծո սերը փրկության համար, այլ ընդհանրապես աշխարհիկ մարդն էլ է վայելում Աստծո սերը։ Ամեն մարդ է վայելում, առավոտյան, որ աչքերը բացում է, շնչում է, ուժ ունի, կերակրվում է, դա Աստծո սիրո արդյունքն է, բայց հարցը սա է, այդ 10-ից մեկը ետ դարձավ, նկատում սա նաև կարելի ասել ստատիստիկա է, 10-ից մեկը, ասեց գնամ տեսնեմ ով էր նա, որ ինձ բժշկեց, նկատեց այդ սերը, այսա շատ կարևոր, որը դարձնում է որդի եւ հայր, այդ նկատողներն են, որոնք ետ են դառնում եւ ուզում են հասկանալ, ովքեր գնահատում են, արձագանքում են, հետ են,
վերադառնում։ Արձագանքի կարիք ունի առաջի սերը։ Ամեն, ամեն։ Պիտի մեզ մոտ չլինի այդ սերը, որպեսզի մարդը որդեգրություն ունենա եւ այս փուլում է, որ ասма տեսեք, թե ինչպիսի սեր է հայրը տվել մեզ, նկատի իր այդ սերը։ Այո, որ մենք Աստծո որդիներ լինենք։ Այսինքն, սա շատ կարևոր է, որ այդ սերը արդեն հայր-որդի հարաբերության մեջ է, եւ հենց այդ սիրո հիման վրա է, որ արդեն Աստված սկսում է մեզ հետ վարվել որպես որդիների եւ իր խրատով է մեզ սիրով է խրատում, որտեվ դա էլ է սեր, այո։ Այո, Եբրայեցիս 12:6-ում ասում է, որտեվ Տերը ինչ անում իր սիրածին որդու խրատում է եւ ծեծում է ամեն որդի, որին ինչ անում ընդունում է։ Այս մակարդակում գտնվում են այն մարդիկ, ովքեր արդեն ունեն Աստծո որդու կարգավիճակ Հիսուս Քրիստոսին ընդունելով եւ ասում նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու։ Սա համընդհանուր սիրուց, ինչպես մենք առաջի կետը արձանագրեցինք, տեղափոխում է մարդուն ընտանեկան սեր։ Մենք հայր մեր աղոթք ենք, չի անում։ Ինչի՞ չենք ասում հայր իմ։ Երբ որ ես ասում եմ հայր մեր, նշանակում է ես ընտանեկան պատկանելություն ունեմ։ Ամեն։ Ընտանիքի մարդ եմ ես, այսինքն տեղափոխված եմ ընտանիքի մեջ։ Այդ ընտանիքի մեջ միայն դու չես զավակը, շատ զավակներ կան։ Այո, ես խոսում այո, այդ եմ հավանում, որ ես ընտանիք ունեմ, միայնակը չեմ, մենակ չեմ։ Դες այստեղ հաստատվում է հոգևոր հաղորդակցություն Աստծո հետ Սուրբ Հոգու միջոցով եւ ինչպես սկզբից ասեցի, Աստծո սերը Սուրբ Հոգու միջոցով տարածվեց մեր սրտերի մեջ արդեն։ Եթե մենք արտակնապես ենք վայելում շատ բաներ առաջին մակարդակում, երկրորդ արդեն մեր ներսում այդ գարմոնիան է սկսվում։ Տես Հովհաննես 16:27-ի մեջ այստեղ ինչ ասում, քանզի ինքը հայրը ձեզ կսիրի, որովհետև դուք ինձ սիրեցիք եւ հավատացիք, թե ես Աստծուց ելա։ Ուրեմն տես նորից ստեղ պայման կա։ Ուրեմն որովհետև ինքը հայրը ինչ անում, ձեզ սիրում է, ինչի, որովհետև ասում է, որովհետև դուք էլ ինչ արիք, ինձ սիրեցիք։ Ուրեմն ստեղ մի ուրիշտեղ ասում է, նրանք են ինձ սիրողները, ովքեր իմ պատվիրանները ունեն եւ պահում են եւ հայրը Էսա դրանք Շտապեցի։ Ուրեմն Աստված այլևս արարիչ չի, արդեն նաև մեզ համար հայր է։ Այս սերը ոչ միայն ներում է մեզ, եթե առաջի մակարդակում Աստված ներող է, այս սիրո հիման վրա, ինչպես Նիվեի դեպքում տեսանք, ինչպես անառակ որդու դեպքում տեսանք, այս մակարդակում այս սերը նաև դաստիարակչական, խրատական բնույթ է կրում, որպես իր որդիների մատակարարող նաև, չէ՞ իմաստով։ Այո, մատակարարող հայր։ Այո, երրորդ մակարդակը, գիտեմ, որ միշտ ժամանակը սուղ է, բայց մենք մի քանի մակարդակներ ունենք։ Այո, երրորդ մակարդակը ուխտային սեր է, ուխտի սեր, գիտես, որտեղ երբ որ նայում ենք ամուսնությանը, ուրեմն ամուսնական կապին, դրա մեջ ուխտ գոյություն ունի, ամուսնական ուխտ ենք, չէ՞ մենք ասում։ Այստեղ մենք տեսնում ենք, որ մեր հարաբերությունը Քրիստոսի հետ հարս եւ փեսա հարաբերությունն է։ Փեսան եւ հարսը այստեղ գործում է ուխտ, որտեղ անպայման կարեւոր է հավատարմություն, մերձություն, հայտնություն, խորություն կա այստեղ եւ այդ քո ասած համարը Հովհաննես 14:21-23 համարների մեջ ասում է նա ով որին պատվիրաններս կբռնի, կպահի, այսինքն ինձ այդ ուխտի մեջ կլինի, որտեղ այդ պատվիրանները ուխտի պատվիրանները, նոր ուխտի պատվիրանները նրանք նա է ինձ սիրողը եւ նա որ ինձ կսիրի հորից պիտի սիրվի հետաքրքիր է նորից ստեղ տեսնում ենք մենք պայմանական սեր եւ նրան պիտի սիրեմ ուրեմն մի հատ հայրը պիտի իրան սիրի մի հատ էլ ասում է ես նրան կսիրեմ եւ ինքսինք նրան ինչ կանեմ պիտի հայտնեմ սա ինչ է սա հայտնություն է սա խորություն է սա մեկություն Հիսուսը
պատասխան տվեց եւ նրան ասեց. «Եթե մեկը ինձ կսիրի, իմ խոսքս պիտի պահի եւ իմ հայրս նրան պիտի սիրի եւ նրան պիտի գանք եւ նրա մոտ օթևան պիտի անենք»։ Սա արդեն ուխտ է, սա մարդու հաղորդակցությունն է, հավատարմությունն է Աստծո նկատմամբ։ Ուրեմն այստեղ մեզ Աստված բացվում է իր խորությամբ, անձնական առաջնորդությամբ եւ իր քաղցր ներկայությամբ։ Եվ այս սերը արդեն փոխադարձ է, մարդը Աստծուն է սիրում, Աստված էլ նրան ինչ անում, արձագանքում է մտերմությամբ։ Հիմա այդ վերադառնանք նորից ինչին Հովհաննես առաքյալին, որ ասում է այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը։ Ուրեմն Հովհաննեսը այս մակարդակի վրա էր, որտեղ ինքը շատ սեր էր դրսևորել Հիսուսի նկատմամբ, Հիսուսն էլ սիրում էր նրան։ Այո, Հիսուսը մնացած աշակերտներին էլ էր սիրում։ Այստեղ իհարկե երկերկոցի մեջ դեղ մի քանի տեղ կա համարներ կա, բայց ասում է սիրտս դու գրավեցիր, ասում է, ով իմ հարց քույրը, սիրտս առար քու մեկ աշկովը եւ պարանոցիդ մեկ քարանանյակովը, տես քոսերդ ինչ գեղեցիկ է, ով հարց, այսինքն այստեղ արդեն մերձեցում կա, այստեղ կապ կա, խորը հայտնություն կա իրար հետ Աստված այդ ճանաչողության այդ մակարդակի մեջ Աստված իրան բացում է, գիտես ում, իրեն խոսքը պահողներին։ Ինչի է Հովհաննես առաքյալը հայտնության 3-րդ գլխի 10 համարի մեջ ասում է, քանի որ դու իմ համբերության խոսքը պահեցիր, ես է քեզ պիտի պահեմ այն փորձության ժամանակ, որ պիտի գա ամբողջ աշխարհի բնակիչների վրա։ Այստեղ պայմանական բան կա էլի։ Ուրեմն Աստծո խոսքը պահողներին Աստված ինչ անում, հայտնվում է եւ այդ սերը մարդիկ փոխադարձ կարող են վայելել։ Այս սերը Հարս եւ Փեսայի հարաբերության սեր է։ Այստեղ Հիսուսը ոչ միայն փրկիչ է այս 3-րդ մակարդակի մեջ, ինքը նաև մեր սրտի բնակվողն է, ինչպես ամուսնության մեջ, երբ որ ասում է սիրտ են չէ իրար տալիս, պատկանելություն կա, Հռոմեացիս 7-րդ գլխի մեջ ասում է, որ մենք Քրիստոսի հետ մեկ եղանք, նրան պատկանելություն ունեցանք, երբ որ օրենքի համար մեռանք, արդեն մենք դարձանք ուրիշինը, որպեսզի նրան պատկանենք։ Երկրորդ 5-րդ երկրորդ համարի մեջ ասում է 5-ի երկրորդում ասում է ես քնում եմ, բայց իմ սիրտս արթուն է, ահա իմ սիրեկանից ձայնը։ Սա շատ մի քաղցր մակարդակ է, որովհետև տես, ինչպես սկզբում ասեցի, մենք լսարանը, մենք բոլորս էլ ունենք մեր Աստծո հետ հարաբերության տարբեր մակարդակներ։ Մեկը բավարարվել է առաջի համընդհանուր սիրուն, մեկը բավարարվել է միայն նրանով, որ ինքը փրկված է, երրորդը ուզում է ավելի խորը հարաբերություն ունենա, ավելի հասունություն ունենա Աստծո ձայնը լսելու, նաև կարևորությունը կա այս երրորդ մակարդակի մեջ, որ մարդը Աստծո ձայնը լսի, թե այդ իր սիրած էակը ինչ է իրանից պահանջում, ինչ ունի ասելու իրան, որովհետև այսօր շատերը կարծես թե այդքան հետաքրքրված չեն Աստված ինչ ունի մարդկանց ասելու, որովհետև բավարարվել են առաջի ունեցած հայտնությունով, դե իմացան, որ Աստված սիրեց մեր աշխարհը եւ իր միածին որդուն տվեց, այս մակարդակից են կողմ մարդը կարծես թե չի ուզում գնալ, բավարարված է, բայց Աստված ուզում է մեզ քայլ առ քայլ տեղափոխի հաջորդ մակարդակին։ 4-րդ մակարդակը դա ընկերական սերն է։ Ընկերական սերն է, որ Տեր Հիսուս Քրիստոսը Հովհաննես 15-ի մեջ ասեց, սա բարեկամական, սա փորձված մարդկանց համար, արդեն ովքեր անցել են, ովքեր այդ ստուգարքը անցել են, հասել են այդ մակարդակի վրա, այո, այստեղ հասունություն կա, նորից հավատարմություն կա եւ բարեկամություն կա։ Հովհաննես 15-ի մեջ ասում է, ես ձեզ այլևս ծառա չեմ ասում։ Այս է իմ պատվերս, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Սանից ավելի մեծ սեր չկա, քան որ մեկը իր կյանքը ինչ կանի, բարեկամների համար կդնի։ Ուրեմն բարեկամներ, ես այլևս ասում եմ, ձեզ ծառա չեմ անվանում։ Ուրեմն արի արձանագրենք, մի հատ ֆիքսենք, որ ուրեմն մի պահ կար, միջև այդ պահը ինքը Հիսուսը նրանց ծառաներ էր նայում, բայց ասում է հիմա այլևս
Ես ես այդ առաջ եմ ասում, բարեկամներ, որտեղ դուք հասակ եկաք այդ մակարդակին, իմ հետ անցակ այդ ճանապարհը, եւ դուք արդեն իմ բարեկամներս եք, ես ձեզնից այլևս ոչինչ չունեմ թաքցնելու եւ դրա վառ օրինակներից երկուսն էլ 5 տակարանում ունենք Մովսեսի եւ Աբրահամի տեսքով։ Աստված խոսում էր Աբրահամի հետ որպես թե ընկերոջ հետ։ Աստված Մովսեսի հետ էր դեմ խոսում, բայց այդտեղ հարց է առաջանում։ Իսկ Աբրահամը եւ Հովտը, որոնք իրար հետ էին, չէ՞։ Հովտն էլ էր արդար։ Ես ուզում եմ այսօր դիմեմ մեր սիրելի լսարանին։ Այո, որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ դու Քրիստոսով արդարացված ես։ Պատկերացնենք, բայց արդյոք այդ արդարությունը մեզ դարձրել է Քրիստոսի բարեկամը, Քրիստոսի ընկերը։ Աբրահամն էլ էր արդար, այո եւ ամեն։ Հովտն էլ էր արդար, բայց մենք տեսնում ենք, որ Հովտի արդարությունը եւ Աբրահամի արդարությունը ոչ թե արդարությունն էր ինքնին տարբեր, այլ այդ արդարության արդյունքներն էր տարբեր։ Մակարդակն էր տարբեր, որ Աբրահամը խշփվում էր, հաղորդակցում էր եւ հենց այդ հայտնության հիման վրա, հենց այս մակարդակի հիման վրա էր, որ Աստված ասեց՝ միթե ես Աբրահամից կթաքցնեմ այն ինչ որ մտադիր եմ անելու։ Իդեպ ես ուսումնասիրել եմ այդ հատվածը եւ գիտես ինչն է հետաքրքիր, որ Աստված չէր եկել Սոդոմ Գոմորի համար նրան լուր տալու։ Եկել էր իր զավակի համար բարի լուր տալու, բայց ասես միա լավ, եկել եմ, հասել եմ ստեղ, հիմա միթե այս ինֆորմացիան էլ չեմ տա իրան։ Կոնտեքստը Իսահակի ծննդյան խոստումն է։ Բան չունեմ, այո, պահելու։ Բայց ասես լավ, գնում եմ, հիմա ես ուրիշ գործով եմ գնում, բայց մի րոպե ասեմ թե ուր եմ գնալու ստեղից։ Ինչ գործով եմ գնալու, որ եւ Աբրահամի գութը մենք տեսնում ենք, որ շարժվեց Հովտի համար եւ այնտեղ իհարկե միանշանակ Հովտը չէր, որտեղ ինքը մտածում էր, որ այդտեղ էլ կար Աստված ճանաչողություն։ Ասում է, ես քեզ ճանաչում եմ, գիտեմ, որ դու ամբարիշտին արդարին ամբարիշտի հետ չես կործանի։ Չես կործանի եւ ինքը համարձակվեց սկսեց խոսալու։ Այո, մեր խնդրանքների, մեր աղոթքների մեջ էլ պիտի Աստված ճանաչողություն լինի։ Աստված սիրում է, որպեսզի մենք նրա խոստումների հիման վրա ենք գալիս իրան։ Ճանաչողության, նրա սերը ճանաչելով ենք գալիս նրան։ Չգիտեմ, եթե համաձայն կլնես իմ հետ, Հայկ ջան, բայց քանի որ արդարության մասին խոսացիր, ես կուզեի այս միտքը նաեւ հնչեցնել։ Արդարացված լինելը ուրիշ բան է, արդար լինելը ուրիշ բան է, սրանք տարբեր բաներ են։ Այո, մենք արդարացված ենք, բայց արդար լինելը գործերով է պայմանավորված, այսինքն մեր արդարությունը արդյունք ունի ցույց տալու մեր արդար լինելը։ Այո։ Ես այսպես կձևակերպեի։ Ավելի վերահաստատեմ քո ասածը։ Դες ես մի քանի անգամներ այդ միտքը արտահայտել եմ, որ մենք կանչված ենք կոչվելու, կոչված ենք լինելու։ Մենք կանչվել ենք, որպեսզի կոչվենք, կոչվել ենք, որպեսզի լինենք։ Ուրեմն կոչվելու եւ լինելու մեջ ես էլ եմ տարբերություն տեսնում։ Մեկը արդար, ոնց որ դու ասեցիր, արդարացված լինել, արդարացված է եւ մեկը ունի այդ արդարությունը, այսինքն դրա համեմատ է ապրում։ Այո։ Արժանի։ Մեր գործերը պետք է ցույց տան, որ մենք արդարացված ենք։ Արդարության գործերը, որովհետեւ արդարությունը գործերով է երևում։ Մենք չենք արդարանում գործերով։ Սա շատ կարևոր է։ Մենք արդարացված ենք, բայց արդարացվածը գործեր ունի, դրսևորումներ ունի, այսպես ասած։ Սա շատ կարևոր միտք է։ Այո։ Եվ վերջի կետը նայենք։ Որը կներես, որը դրսևորվում է սիրո արդյունքում, աստվածային սիրո արդյունքում։ Օրինակ, եթե ես ասում ես իմ եղբորը սիրում եմ, դա իմ սիրով պայմանավորված չի, դա նրա սիրով է պայման։ Նա ինձ սիրել է, որ ես սիրում եմ, նկատում ես։ Նա ինձ արդարացրել է, որ ես արդարացնում եմ կամ արդարության գործեր եմ դրսևորում։ Սա շատ կարևոր է։ Պողոս Առաքյալը ասում է, որ Քրիստոսի սերն է մեզ ստիպում։ Ուրեմն այդ սերն է։ Այո։ Շատ կարևոր։ 5-րդ մակարդակը սա ամենագագաթն է, ինչպես ասեցի,
Համընդհանուր սերը դա հիմքն է եւ 5-րդ մակարդակը դա միության սերն է։ Միության եւ կատարելության սերն է։ Սա միավորող սեր է հաղթողների համար։ Քրիստոսը մեր մեջ եւ եսի մարդու էգոյի այդ քո ասած էգոիզմի լիակատար խաչում է։ Սա կատարելագործ սեր է։ Սա լիություն է, սրտերի միաձուլում է եւ Հովհաննես 17:23-ի մեջ Տեր ասում է, որպեսզի նրանք լինեն մեկ եւ աշխարհը հավատա, որ դու ինձ ուղարկեցիր եւ սիրեցիր նրանց, ինչպես ինձ սիրեցիր։ Այս մակարդակի վրա ուղիղ հավասարման նշան կա։ Հայրը սիրեց մեզ այնպես, ինչպես Հիսուսին սիրեց։ Եվ Հիսուսը ասում է, որ նրանք մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք եւ աշխարհը իմանա դրանից առաջվա համարը միության սեր ասա, որ երբ որ դու մեկանում ես եւ Պողոս Առաքյալի նման ցավոք սրտի այսօր մենք շատերս չենք կարող այդ ձևակերպումը անենք, բայց Տերը օգնի, որպեսզի մենք այդ ճանապարհի վրա լինենք, որ երբ որ Պողոս Առաքյալը ասում է այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Սա միություն է, միաձուլում է, որ մարդը կարող է ունենալ, երբ որ մենք խոսում ենք միաձուլված մեկ լինելու մասին, շատերին թվում է, որ մենք մոտենալով, մեկանալով Քրիստոսի հետ, մենք դադարում ենք անձ լինելուց, այսպիսի բան չկա, մենք մնում ենք անձ, մենք մնում ենք այդ կամքի, մտքի, զգացմունքների մակարդակում, հենց սա է խնդիրը, որ մենք ամեն օր մեր որոշմամբ ամեն լույս առավոտ, երբ որ բացվում է, մենք այո, այդ դրա համար էր երգերքոցում ասում եմ, ես քնած եմ, բայց իմ սիրեկանս արթուն է։ Երբ որ ես քնում եմ, դարձյալ նրա հետ է, ինքը ինձ հետ է, մենք միություն ունենք իրար հետ, եւ մենք այդ միությամբ այդ սերը արտահայտում ենք, ոչ թե այլևս ես չկա, կամ, բայց ինքն է ապրում իմ մեջ, նայա, ոչ թե ես եմ ապրում ինքս ինձանով, այլ ես կոպիտ ասած իմ գլխիս Տերը չեմ։ Պողոս Առաքյալը ասում է, որ ես իմ անձի Տերը չեմ, ես իմ կյանքի Տերը չեմ, նայա իմ Տերը լիակատար, ես ամբողջությամբ հանձնված եմ նրա սուրբ, նրա սիրո ձեռքերի մեջ, որտեվ նա սեր է, նա անփոփոխ Աստված է։ Սա ամենահասունների վիճակն է եւ սա հաղթանակած մի ընթացք է, ովքեր ոչ միայն փրկված են, այլ նաեւ Քրիստոսի ժառանգակիցներն են։ Սա ուղղակի պարզապես հարաբերություն չի։ Դու ինձ, ես քեզ համար ինչ անեմ, դու ինձ համար ինչ կանես, սա միաձուլում է Քրիստոսի հետ, որ ոչ թե դու ինչ որ պայմանական խնդիրների մեջ ես էս անեմ, ինքը էս անի, այլ ստեղ արդեն կա միաձուլում։ Պատկերացրու երկնքում ինչ պիտի անենք մենք։ Երկնքում հենց այս մակարդակն է մնալու։ Ամեն։ Այս 5-րդ մակարդակն է մնալու։ Ուրեմն ուզում ես արագ թվարկենք այս բոլոր մակարդակները, որպեսզի մարդկանց մեջ իհարկե համարներ կար այս կատարելության վերաբերյալ, բայց գոնե ասում սիրո մեջ վախ չկա, հապա կատարյալ սերը վախը մեկդի անում, որովհետև վախը տանջանքի ենթակա է։ Ամեն։ Ոստի ով որ վախենա, նա սիրո մեջ կատարյալ չի։ Սիրո մեջ կատարյալ չի։ Այո, կարա սիրո մեջ լինի, բայց կատարյալ սիրո մեջ չի։ Այո, կարող է երրորդ մակարդակի վրա, երկրորդ մակարդակի վրա, ես գիտեմ։ Մեկը երբեք Աստված տեսած չի։ Եթե մեկս մենք սիրենք, Աստված մեր մեջ պիտի բնակվի եւ նրա սերը կատարյալ պիտի լինի։ Ուրեմն առանց Աստծո մեր մեջ բնակվելու չի կարող արտաքին միայն ներգործությամբ այդ կատարյալ սերը մեր մեջ հաստատվի։ Լուրջ բան է, կարևոր բան եմ ասում։ Չի կարող միայն արտաքին ներգործությամբ կամ դրսի վկայությունների հիման վրա մարդու մեջ այդ սերը հասնի, հասունանա կատարելության։ Իդեպ ասեմ, սերը պտուղ է, իսկ պտուղին հատուկ է, ինչը, աճելը։ Ուրեմն մենք չպիտի բավարարենք հասունանալ մի ինչ որ մակարդակով։ Այդ սերը, օրինակ, ես չեմ կարա ճիշտ կլինի, որ
ասեմ, ես այսօր Տիրոջը ավելի շատ եմ սիրում, քան 3, սա նորմալ ընթացք է, բայց եթե որոշների մոտ հակառակ process-ը, ինչպես հայտնության գրքում Տեր ասում է, քո առաջի սերը թողել ես, հիշիր որտեղից ընկար։ Ուրեմն ոմանց մոտ բացասական ընթացք է, նահանջ է, այս սիրուց հեռանում են, ոմանց մոտ էլ դրական դինամիկա կա, որ աճում են այդ սիրո մեջ, օրեցօր ավելի շատ են նվիրվում, որովհետև հակառակ դեպքում, ինչպես ես սկզբում կարդացի, ես ոչ մի միտում չունեմ մեկին վախացնելու, Աբրահամ ջան, բայց ասում եմ, քանի որ ճշմարտության սերը մերժեցին, ուրեմն սա է դատապարտությունը, որ Աստծո իրավունքն ասում է, Աստված է նրանց վրա զորավոր մոլորություն ուղարկեց, որպեսզի ստությանը հավատան։ Եվ այս բոլոր բաների վրա ասում է, սերը հագեք, որ կատարելության կապն է։ Ուրեմն առաջի մակարդակը մենք նայեցինք, համընդհանուր սերն է բոլորի համար, որ առաջարկում է ընդունել կամ մերժել, սա է մարդու ընտրությունը, այս առաջի սիրո մակարդակի վրա։ Երկրորդը մենք պիտի նայենք մանկական սեր ասա հավատացյալների համար, ովքեր արդեն Քրիստոսով որդեգրված են, հայր եւ զավակ հարաբերություն ասա, բայց մանուկ վիճակ է։ Երրորդը ուրեմն մենք տեսնում ենք ուխտային սեր, հարզ եւ փեսա հասունացած, արդեն հասունների Այստեղ հավատարմություն կա, ասենք ճանապարհ կա որոշակի։ Չորրորդը ընկերական սերն է, բարեկամական սերն է, որի մասին Հիսուսն ասեց։ Եվ հինգերորդը մենք տեսնում ենք կատարյալ սերն է, միության սերն է, որ Աստված ուզում է, որպեսզի մենք այդ սիրո մակարդակի մեջ լինենք։ Ամեն։ Ամեն։ Հայկ եղբայր, շատ շնորհակալ ենք, շատ կարևոր էր այս թեման։ Գիտես ինչու, որովհետև երբեմն մեր մեջ այսպեսի ասոցիացումներ կան, որ դե Աստծուց այսպես սիրո առաջին մակարդակը շատ լավ է, մենք նրանից օգտվում ենք, ուշադիր ենք արդեն, հասկանում ենք, որ նա սիրո, այսպես ասած, դրսևորումներ ունի, որից մենք օգտվում ենք, բայց սա դեռ վերջը չի։ Այսինքն մենք հասկացանք այսօրվա խոսքից, որ վերջեն կատարյալ սերն է, ես եթե թույլ տաս մի համարել կա, որ շատ դիպուկ է այսօրվա խոսքին եւ կարծես հենց այդ աստիճանների մասին է խոսում, սիրո զարգացման աստիճանների, երկրորդ Պետրոս առաջին գլխի մեջ է, դու արդեն միանգամից կրահեցիր երևի որ համարն է, ես ուզում եմ կարդալ եւ այդ աստիճանները նկատենք, կարող ենք ամեն այսպես ասած արժեքները կապել այսօրվա աստիճանների հետ, բայց դա մենք առանձին մեր խոհերի մեջ կանենք այսօր։ Եվ սույն բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքով ներկայացրեք առաքինությունը։ Այո։ Եվ առաքինությունով գիտությունը գիտությունով ժուշկալությունը, սրանք սիրո դրսևորումներ են, մակարդակներ են, եթե խորը փորձենք հասկանալ։ Եվ գիտությունով ժուշկալությունը, եւ ժուշկալությունով համբերությունը, եւ համբերությունով դու խոսացիր համբերության մասին իդեպ, եւ համբերությունով Աստված պաշտությունը, միթե սա սեր չի, իհարկե սերը, Աստված պաշտություն, մակարդակ է սա։ Երանի մենք հասնենք ես, բայց սա դեռ վերջը չի։ Եվ Աստվածապաշտությունով եղբայրասիրությունը, դա 5-րդ, 4-րդ կետն էր, որի մասին դու խոսացիր։ Եղբայրասիրություն, հիանալի, ամենաբարձ, պատկերացնում ես դրախտ է լինում միանգամից։ Բոլոր եղբայրները իրար սիրում են, բայց դա էլ վերջը չի։ Եվ կատարյալ սիրո մասին, որ դու խոսացիր, հենց սրա մասին է խոսում նաև Պետրոս առաքյալը եւ եղբայրասիրությունով սերը, սա ուրիշ, սա վիճակ է, սա կարելի ասել է դինամիկան է, որը քեզ բերում է մի վայր, սա վայր է, որտեղ խոսում է կատարյալ սիրո մասին, այսինքն միաբևեռ սեր, այդտեղ չկա շողք, այնտեղ օտար մարմիններ չեն կարող սողոսկել, այնտեղ քո վիճակն է, այնտեղ դու լուսավորված ես, այնտեղ ինչպես դու ասեցիր, որին ասում եմ այո եւ ամեն, դա մեկության գաղափարն է Աստծո հետ, նրան ուղակի մեջ լինելու եւ նա քո մեջ լինելու,
Սա ավելի բարձր է։ Արի հենվելով այս խոսքին, արի ասենք այս բառերը, սա ավելի բարձր է, քան աստվածպաշտությունը, սա ավելի բարձր է, քան եղբայրասիրությունը։ Սա ամեն բանից ավելի բարձր է։ Եվ հենց սրա մասին է խոսում եւ Պողոս Պետրոս ինչպես դու այսօր ներկայացրեցիր Աստծո խոսքից հենց սրա մասին է խոսք այս կատարյալ բառը իր մեջ ներառում է մի բան, որի մեջ չի կարող անգամ սպի լինել որևիցե այնտեղ ամեն բան մաքուր թափանցիկ պարզ եւ այսպես ասած կատարելության կարելի ասել ինչ են ասում էտալոնը շատ շնորհակալ եմ եղբայր Տերը քեզ շատ օրհնի նաև նման է գիտես ինչի ինչպես ասեցի ինքը մարդն է որոշում որ մակարդակի վրա կլինի ոչ թե Աստվածը այստեղ որոշողը որովհետև մենք այդ դեպքում կասենք թե Աստված էսպես որոշեց որ ես մնամ օրինակ առաջի մակարդակում կամ երկրորդ կամ երրորդ բայց կախված մարդու արձագանքից մղումից մարդը կլինի այդ մակարդակների մեջ եւ սա նման է նաեւ տաճարի արտաքին գավիթից դեպի սրբության սրբոց ընկած ճանապարհը ոմանք կարող են արտաքին գավիթում լինեն ոմանք կարող են սրբությունում լինեն խորանում լինեն տարբեր բայց մարդիկ կան որ ուզում են լինեն այն ինչ ասեմ կիզակետում ուզում են լինեն միջուկում այսպես ասած ասում այդ հաղորդակցության մեջ հայք եղբայր ես կասեի մարդն է որոշում բայց մոտիվացնողը Տերն է մոտիվացնողը Աստծո խոսքը Եթե ինքը այդ անեշի ուզեցի գնում եմ մոտիվացիա եթե Աստված առիթը չտա մարդը չի կարող ինքը եւ Աստված ներգործում է մեր մեջ կամենալ եւ անելը սա պետքա չմոռանանք այո ինքը բայց շատերը չեն արձագանքում ժամանակը բավարար չի բայց Մարիամն էր հետաքրքիր կերպար է որը գնաց գերեզման այս սերն էր իրան տարել Ես մի քիչ անհամեստ չհնչի, բայց Մարիամը շատ էր սիրում Հիսուսին։ Բայց ասում եմ, շատ ներվեց, նա շատ էր սիրեց։ Հենց ներումը մոտիվացիան էր այդ դեպքում, հա։ Ներված լինելու գիտակցությունը։ Այդ խորը գիտակցությունը իրան ամբողջությամբ նվիրեց իրան։ Այո, հենց սա է խնդիրը, որ երբ որ Տերը քեզ բացվում է, որ ինչից է քեզ փրկե։ Այո, ոչ թե մենք սիրեցինք, ինքը սիրեց։ Մենք թշնամի ենք, որ ինքը սիրեց։ Ուրեմն, այդ սերը, այդ ինչպիսի սեր է, որ ի վիճակի է նաև իր թշնամուն սիրել։ Ես ուզում եմ հանձնվել այդ սիրո առաջ։ Հանձնվել, ասել։ Ես ուզում եմ լիովին տրվել այդ սիրուն, որովհետև այդ սերը մարդկային սեր չի, կայուն սեր է։ Եվ այո, Հիսուսը ասեց, սիրեց իրեններին եւ միջև վեր սիրեց։ Ամեն։ Ամեն։ Հայք եղբայր շատ շնորհակալ եմ եւ այս հրաշալի իրոք շատ հրաշալի եւ միշտ ասում եմ թեմաներ կան որոնք ամեն մարդ չի հասկանում սա դու մի քիչ կոպիտ ձևով ամեն քրիստոն ամեն հավատացյալ էլ գուցե չհասկանա բայց նրանք ովքեր ունեն իրենց մեջ ծառավ հասկանալու եւ սիրում են այս թեման եւ իրենց համար շատ կարեւոր է նրանց բռնում այս թեման ուրեմն դու գիտես ինչի մասին է խոսքը Տեր օրհնի քեզ եղբայրս Եթե կոչում ես արա եւ քո աղոթքով ավարտենք եթերը Կոչսա որ մենք ոչ մենակ այսօր այլ ժամանակ առ ժամանակ ուղղակի վերանայինք մեր կյանքը մեր սիրտը մեր հարաբերությունը Աստծո հետ որ մակարդակի վրա է Այո շատ կարեւոր որ մենք ունենանք վայելենք այդ սերը որովհետեւ Աստված այդ սերը ծածուկ չի պահել մեզանից Նա հայտնել է ամբողջ աշխարհը, ամբողջ այս ստեղծագործությունը ուղղակի առատորեն վայելում է Աստծո սերը, բայց մենք չգիտենք այդ դուռը երբ կփակվի։ Նոյը երբ որ տապան էր կառուցում, մարդիկ էին, վայելում էին, արև էր ծակեցնում, չէ, այդ մարդկանց վրա ամուսնանում էին, կին էին առնում, վերջապես իրանց գործերի մեջ կար, բայց չգիտեն երբ կվերջանա այդ առաջի մակարդակը, որովհետև կա իրոք այդ հնարավորությունը, որ մարդը առաջինը ձեռքից տա եւ շատ կարեւոր է, որ եթե լսարանում կան մարդիկ, ովքեր դեռևս նոր ուզում են քայլեր անեն, կոչ սա, որպեսզի արձագանքեն Աստծո
այդ սիրուն, որի վրա մենք որևէ կասկածի առիթ չենք կարող ունենալ, որտեղ այս սերը իր միածին որդուն բարձրացրեց խաչի վրա։ Ամեն, ամեն, փառքեստեր։ Աղոթենք։ Աղոթենք, այո։ Սիրելի հայ, շնորհակալ ենք քեզանից այս հրաշալի լույս առավոտի համար, որ եւս մեկ օր մեզ բարգեւեցիր Տեր։ Շնորհակալ ենք, որ դու նաև հնարավորություն տվեցիր ոչ միայն այս օրը ունենալու, այլ նաև խորհելու քո խոսքի շուրջ, որովհետև քո խոսքը դա քեզ հայտնում մեզ Տեր իմ Աստված։ Դու քո խոսքով ես բացվել մեզ եւ դու ուզում ես որ մենք այդ խոսքը իրոք հասկանանք եւ այդ խոսքի մեջ քեզ ճանաչենք, տեսնենք քո սիրո մեծությունը մեր կյանքերի մեջ, որովհետեւ այս Տերն էր, որ քեզ բերեց այս աշխարհ Հիսուս։ Դու մարմին հագար եւ գնացիր հոժարական խաչի ճանապարհով, որպեսզի մեզ փրկես, առաջարկես ողջ մարդկությանը քո փրկությունը եւ նրանք ովքեր արձագանքեն դառնան քո որդիները, նրանք ովքեր դառնան քո որդիները ունենան հարաբերություն, որտեղ մենք քո արս եկեղեցին ենք, իսկ դու մեր փրկիչն ես, դու մեր պեսան ես Տեր։ Դու նաև աչվեցիր, որպեսզի մենք կարողանանք դառնանք քեզ ընկեր եւ դու շատ մատչելի դառնաս մեզ համար Տեր։ Շնորհակալ ենք նաև որ դու հնարավորություն ես տվել եւ մեծ պատիվ ես արել մեզ, որպեսզի մենք քեզ այդ կատարյալ սիրո մեջ լինենք, մեկանանք քեզ հետ Տեր, միաձուլվենք քեզ հետ եւ վայելենք քո սերը, քո ներկայությունը, քո խաղաղ ներկայությունը մեր սրտերի մեջ Տեր։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը եւ մեր սրտի բնակիչը Տեր իմ Աստված, որին մենք ուզում ենք վայելել եւ ուզում ենք սիրել, այնպես ինչպես դու մեզ սիրեցիր Տեր։ Շնորհակալ ենք երկնավոր Հայր, որ դու մեզ սիրում ես այնպես, ինչպես որ Հիսուսին սիրեցիր։ Դա մեծ պատիվ է մեզ համար, եւ ուզում ենք այդ սիրուն արձագանքենք, եւ այդ սիրո հիման վրա միջև վերջ հավատարիմ մնանք քեզ մեր կյանքի միջև վերջին օրը եւ արժանանանք քո երկնային արքայությանը հավիտյան քո հետ լինելու։ Այո Հիսուս ջան, որտեղ գանձնա այդտեղ էլ մեր սիրտն է, դուր որ դու ինես մեր գանձը եւ այդ գանձը մենք կրում ենք կավե ամանների մեջ, այդ գանձին մենք ուզում ենք ամեն օր ավելի ու ավելի գնահատենք եւ սիրենք եւ բոլոր մնացած բաները, արժեքները թող գունազրկվեն քո քաղցր ներկայությունից Տեր իմ Աստվածս։ Ամեն Տեր։ Շնորհակալ ենք, թող փառավորվի քո սուրբ անունը մեր կյանքերի մեջ, որտեղ միայն դու ես արժանի Հայր որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամեն։ Փառքեստեր։ Փառտիրոջը, կրկին շնորհակալ ենք հայ կերպայր այսօրվա խոսքիդ համար, օրհնված, պատխաբեր եւ հաջողված եղիր եւ միասին, բոլորս միասին շարունակենք մեր այս նեղ ճանապարհը դեպի վեր, որը հասցնելու է մեզ սիրո գագաթնակետին։ Եվ եթե դա չի մեր նպատակը, ես չգիտեմ արդեն ինչ անուն կարելի է դնել այդ տեսակ կրոնական կյանքին։ Իսկ մենք թող Աստված մեր մեջ դնի փափակ ուժ կարողություն տա մեզ, որ հասնենք մինչև վերջ։ Եվ գիտես, հետաքրքիր մտքովս այս խոսքը անցավ նեղ ճանապարհ, որտեղ շրջանցել հնարավոր չի իրար։ Պետքա իրար բռնած շարունակենք մեր ճանապարհը, եթե ինչ-որ մեկը ընկնի, այդ ճանապարհին պետքա բարձրացնենք, ամոքենք, ուժ տանք, որպեսզի շարունակվի մեր ճանապարհը։ Տեր օրհնի եւ այս ծառայությունը թող այդ գործերից մեկը լինի, այդ ծառայություններից մեկը լինի ինչ-որ մեկին բարձրացնելու։ Սելիքորեր եղբայրներ, այս ուրեմն եթերով ամփոփում ենք այսօրվա մեր շաբաթվա ընդհանուր շաբաթվա վերջին օրն է եւ ծրագիրը եւ այս ֆոնի վրա, սիրո ֆոնի վրա աստվածային սիրո, որը շատ կարեւոր է մեզ համար։ Աստված կգովի մեզ, մեր գործերի կգովի գուցե եւ շատ դեպքերում, ինչպես Եփեսոսի եկեղեցում գովեց, բայց դա դեռ բավարար չի, եթե հանկարծ սիրո մեջ ետ մնանք, կորցնենք այդ սերը։
միևնույնը ստիպված ենք լինելու ետ դառնալ, ապաշխարել եւ այդ կետից նորից սկսել մեր սիրո ճանապարհը։ Շնորհակալ ենք եղբայր եւ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։